Հայաստանում Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա համաժողովի ընթացքում բնապահպանական կազմակերպություններն ու համայնքային առաջնորդները բարձր գնահատեցին նրա աջակցությունը հայերին։ Այստեղ ևս շվեդ բնապահպան ակտիվիստը Ադրբեջանին մեղադրեց էթնիկ զտումների համար, շեշտելով, որ Բաքվի ռազմական ագրեսիայի հետևանքով հայերը դժվարությունների են բախվում։ Ինչու ես Բաքվում չեմ, շատ պարզ է, մեր բնապահպանների ու COP29-ի նպատակները շատ տարբեր են ու հակասում են այն ամենին, որը տեղի է ունենում Ադրբեջանում։ Բաքուն ոչ միայն կարողացել է սարսափելի հանցագործություններ իրականացնել ու չպատժվել, այլև նրանց առաջ դռներ են բացում, աշխարհի բեմահարթակները տրամադրում, օրինականացնելով մարդու իրավունքների սարսափելի խախտումները, եւ աշխարհը լուռ է։ Թունբերգն ընդգծեց կլիմայի պաշտպանությանն ուղղված միջոցառումն իրականացվում է մի երկրում, որը ռեպրեսիվ մոտեցումներ ունի ակտիվիստների նկատմամբ։ Ադրբեջանցի ակտիվիստները հաճախ են հայտարարում, որ կարծես ապրում են բանտում։ Չպետք է մարդու իրավունքների տարբերակում դրվի, ասաց Թունբերգն ու հավելեց. պայքարը հանուն արդարության եւ արդարադատության է։ Փոփոխություններ պահանջող ձայներն Ադրբեջանում լռեցվում են։ Այսօր շատ խոսվեց նաև էթնիկ զտումների, բռնի տեղահանումների, հայերի նկատմամբ իրականացված խոշտանգումների, գերեվարումների մասին, ինչի հետևանքով մարդիկ անցնում են հոգեկան եւ ֆիզիկական տառապանքների միջով։ Այս ամենն անընդունելի է։ Անընդունելի է նաև աշխարհի լռությունը։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն էլ փաստեց, էթնիկ զտումը եւ ցեղասպանությունն Ադրբեջանը փորձում է ներկայացնել որպես պատերազմի հետևանք, փորձելով քողարկել դիտավորությունը։ Ղազարյանն անդրադարձավ Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքին։ Ադրբեջանը դա օգտագործում է հայելանման իր փաստարկները ներկայացնելու, որ այդ դեպքում ադրբեջանցիներն էլ պետք է իրավունք ունենան վերադառնալ Հայաստան։ Եվ Ադրբեջանը հիմնականում, եթե Հայաստանը առաջ է բերում վերադարձի իրավունքի մասին հարց, ապա Ադրբեջանը փորձում է դա հակակշռել 92-4 թվականի պատերազմի արդյունքները։ Միեդում հայ գերիների իրավունքներով զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն էլ ներկայացրեց այս պահին Բաքվում պահվող հայ ռազմագերիների եւ պատանդների թիվը։ Ըստ նրա, անազատության մեջ գտնվող հայերի շարունակական կալանավորումը Բաքվի պետական քաղաքականության մաս է, որն օգտագործվում ու շահարկվում է բանակցային գործընթացում։ 23 պաշտոնապես հաստատված հայեր այս պահին գտնվում են անազատության մեջ, նրանց կարգավիճակը բնութագրելիս մենք տարբեր եզրույթներ ենք օգտագործում, հիմնականում գերիներ, բայց հաճախ գործածության մեջ է դրվում պատանդ տերմինը, որը կարծում եմ ճիշտ է նկարագրում երևույթը հաշվի առնելով, որ նրանց ազատ արձակման հարցը ոչ թե կապված էր բուն կոնֆլիկտի հետ, այլ քաղաքական պահանջների բավարարման հետ։ Անդրադառնալով Բաքվում պահվող անձանց Սիրանուշ Սահակյանը նշեց, որ նրանց հետ հանդիպել չի հաջողվել ոչ մի միջազգային կառույցի ներկայացուցչի։ Արտաքին աշխարհի հետ կապն ապահովվում է միայն Կարմիր խաչի միջոցով, բայց շատ անձինք հրաժարվել են իրենց հարազատների հետ տեսակապ հաստատելուց։ Ըստ իրավապաշտպանի գերիների նկատմամբ կիրառվել է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական բռնություններ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։